Դուք դիտում եք հեռանկարը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն։ Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը։ Այս թեմային էլ այսօր անդրադառնալու ենք քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ զրույցում։ Պարոն Անտինյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ինչ կարող է նշանակել Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս լավատեսական հայտարարությունը։ Նախ Ադրբեջանը մենք լավ տեսնում ենք, որ որևէ ցանկություն չունի գնա խաղաղության, բայց հարց է առաջանում, իսկ այդ դեպքում ինչու՞ չի պատերազմ սկսում։ Պատերազմ չի սկսում զուտ աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելով, թե ի վերջո այդ քայլը իրան օգուտ է, թե վնաս։ Ուսումնասիրում է հավանական բոլոր ուղղությունները։ Ու այնպես չի, որ ինքը հրաշալի գիտի, թե ինչա կատարվելու տարածաշրջանում։ Այնքան է աշխարհում անկանխատեսելի, որ ավելի շատ իրանք բոլոր ուղղություններով աշխատում են, որպես իրանց համար բարենպաստ հարց առաջանա։ Հիմա տեսնենք, Ադրբեջանը երբ որ դնում է նախապայման, Մինսկի խմբի ֆորմատի լուծարում եւ մեկ է սահմանադրության փոփոխություն։ Հայաստանից ասում են, Մինսկի խմբի ֆորմատի լուծարման հարցը մենք առաջ կքաշենք, կստորագրենք զուգահեռ խաղաղության պայմանագրի հետ։ Այսինքն մենք չենք ընդունում որպես նախապայման։ Ադրբեջանը իր տեսակետից չի հրաժարվում։ Երկրորդ, Ադրբեջանն ասում է փոխեք սահմանադրությունը։ Հայաստանից ասում են սահմանադրությունը փոխելու կարիք չկա, որովհետև այդ կետերը, որոնք համաձայնեցված են, նրա մեջ արդեն կա պայմանավորվածություն, որ այս խաղաղության պայմանագրը չի կարող ազդել ներպետական օրենսդրությունը, բացի այդ Հայաստանի սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն, որ դա որևէ պահանջատիրություն իր մեջ չի պարունակում։ Եթե այդքան համոզիչ ձևով մենք ասում ենք, Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց ինչի՞ չի մեր ասածը ընդունում, որտեղ չի ցանկանում ընդունել։ Եվ նորից նախապայման է դնում, իսկ մեր իշխանություններն ասում են, սահմանադրությունը կարող ենք փոխել 2027 թվականին։ Այսինքն ինչ է ստացվում, մինչև 2027 թվական Ադրբեջանը զիջումների չի գնում։ Եվ դա միայն դա չի հարցը։ Մենք նայենք ինչ որ վերաբերում է նաև կոմունիկացիաներին։ Մեր մոտից ասում են մենք համաձայնվել ենք լավ նորմալ ռեժիմով անխոչնդոտ ճանապարհ տրամադրենք Ադրբեջանին, որպեսզի մայր տարածքը կապի Նախիջևանի հետ, բայց Ադրբեջանը այդպես է չի արձագանքում։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի հստակ հայտարարություն անում հենց թեկուզ իրենց նախարարի բերանով արտգործնախարարը, որ ասում է Հայաստանը պարտավորվել է այդ ճանապարհը մեզ տա, մենք սպասում ենք դրան։ Այսինքն իրանք դա էլ են նախապայման համարում։ Այսինքն նույնիսկ իրանք չեն համարում, որ Հայաստանի տրամադրածը անխոչնդոտ, որ բեռը չի կանգնելու, գալու է անցնի միայն սկաներներով, ուղղակի տեխնիկայի շնորհիվ ստուգելու են ինչ է անցնում, Ադրբեջանին դա էլ ձեռնտու չի, դրան էլ համաձայն չի։ Իսկ այդ դեպքում հարց, բա ինչի համաձայն չի։ Իսկ դա մեզ պետք է չմտահոգի, որովհետև հարցը որն է։ Իրանը ասում է, ես պատրաստ եմ ճանապարհը կառուցել եւ ճանապարհ տալ Ադրբեջանի մայր տարածքից Նախճեվան։ Իմ ճանապարհով փողներ ես դնեմ, ճանապարհը կառուցեմ։ Ընդամենը մի քանի կիլոմետրի տարբերությունն է, որ այդ ճանապարհը Իրանով գնա կամ Հայաստանով անցնի։ Ադրբեջանը դեմ չի արտահայտվել ամեն դեպքում Իրանի տարածքի։ Այո, բայց ավելի շատ դա օգտագործում է որպես շանտաժ, որ այ տեսեք, հա, եթե դուք չհամաձայնվեք, ես էսպես կանեմ։ Պարոն Անտինյան, այդ դեպքում ինչով է ձեզ պայմանավորված Արարատ Միրզոյանի այս լավատեսական հայտարարությունը, որ գուցե լավ նորություններ լինեն։ Իսկ լավ նորություններ լինելու հետ կապված, իսկ ինչ է Արարատ Միրզոյանը տիրապետում է, թե ինչ է կատարվելու մեր տարածաշրջանում։ Մենք չէ որ գիտենք նաև Բայց շփումներ կա ադրբեջանական կողմի հետ, չէ՞, այդ շփումներից նույնիսկ եթե Ադրբեջանի հետ ամեն օր շփվեն, մի խնդիր կա։ Մեր համար չափազանց կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ կպայմանավորվի Իրանի հետ։ Եթե Իրանին հարվածում է, Իրանի գլուխը խառն է, տարածաշրջանը խառնվում է իրար, մեր անվտանգության երաշխիքնով է ապահովելու։ Ու այնպես չի, որ մենք Իրանի վրա հույս ենք դրել։ Ընդհակառակը մենք ասում ենք, մենք Իրանի հետ խնդիր չունենք, բայց եթե Իրանը ներքաշվի խնդիրների մեջ, մենք խնդիր կունենանք, որովհետև հարված Իրանին այդ դեպքում օգտագործելու են Ադրբեջանի տարածքը որպես պլացդարմ։ Այդ դեպքում խաղի մեջ է մտնում Իսրայել, Իսրայելի միջոցով Ադրբեջանը, Ամերիկա, իսկ ով է մեր անվտանգությունը երաշխավոր, կամ չի հարվածում Ամերիկան պայմանավորվում է Իրանի հետ։ Եվ այդ պարագայում մենք նաև պետք է տեսնենք
Ինչ չափեազիջումների գնում Ամերիկան կամ Իրանը, որտեղ դրանով պայմանավորված է մեր տարածաշրջանում ինչ կլինի։ Եթե Ամերիկան ստիպված եղավ Իրանին զիջել, ասել լավ, ոչինչ քո միջուկային ամբողջ տեխնիկա, այդ ամեն ինչը հագեցված ուրանը պետքա մնա, լաբորատորիաները մնա, ուղղակի սառեցնում ես, դա նշանակում է Իրանը հաղթեց, որտեղ դրանից կարճ ժամանակ հետո երբ ցանկանա ինքը ռուբ կստեղծի։ Իսկ այդ պարագայում ինքը կարող է այլևս այլ ձևով խոսել նաև իր հարևան Հայաստանի հետ, չէ՞ որ ինքը ասում է Հայաստանի տարածքը կարմիր գիծ է, բայց հարցը առաջանում, ինքը կարող է մեզ ասի ես չեմ ուզում, որ դու արևմուտքի հետ համագործակցես։ Եթե դու չափ անցնես, ես կմտնեմ քո տարածք, ով է իրան դուս մղելու։ Նույնիսկ եթե տեսականորեն մտածենք, որ Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու համար մենք դիմենք Իրանին, Իրանը որ մտավ ով է նրան հանելու եւ ինչ ձևով ենք հանելու։ Եվ այս պարագայում մենք լավ տեսել ենք, այո, մենք խնդիր չունենք Իրանի հետ, բայց տեսել ենք ինչ ալնում Համասի հետ, Հեզբոլայի հետ, հութիների հետ Եմենում եւ այսինքն Լիբանանում, Սիրիայում, ինչպես եղավ Սիրիայի ազդեցության պարագայում 11 օրում Թուրքիան Սիրիան վերցրեց իր վերահսկողության տակ։ Այսինքն, եթե այդ ձևով պետք է Հայաստանի անվտանգությունը երաշխավորեն, շատ շնորհակալ ենք։ Դրա համար ասել, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, երբ որ Ադրբեջանը մի օր ժեստ է անում Իսրայելին, որպեսզի Ամերիկայի գիծը տակ պահի։ Մի օր հանդիպում է Իրանի նախագահի հետ եւ նրան ասում մենք եղբայր ենք, ինչի մասին է խոսքը։ Մի օր Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացնում է, մի օր էլ դեմարշանում մայիսի 9-ին չի գնում։ Ընդգծված ցույց տալու համար, որ քեզանից նեղացած եմ։ Ինչի, որպեսի արևմուտքի աչքի ներևա, որ ինքն է ձեր գործընկերը, ոչ թե Հայաստանը։ Այսինքն Ալիևի Մոսկվա չայցելելը ուղերձ էր նեղացվածության ինչից։ Ոչ թե հարցը նա չի, որ ինքը կարող է ասել նեղացած եմ, որ այն ինքնաթիռի հետ կապված բավարար չափով չուսումնասիրվեց եւ դա ընդհանրապես առիթ էր։ Իրան ուղղակի պետք էր, ինչի ինքը վերջի օրը ասեց, որ չի գնալու։ Չեմ կարծում, որ Ալիևը միայն վերջի օրը իմացավ, թե իր հայրը որոնածնվ է։ Բացի դրանից այդ միջոցառումը մայիսի 10-ին էր, շքերթը ավարտվելուց հետո, ինչա առաջի բորտ ինքնաթիռով չէր կարողանում թռներ գար ամսի 10-ին մասնակցել, ինքը ձգեց այնքան, մինչև Հայաստանից ասին, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է։ Հենց ասեց մասնակցելու, ասեց ես չեմ մասնակցելու։ Եվ մինչև այդ ինքը նախապես համաձայնվել էր, որ մասնակցի։ Մենք դա գիտեինք, այնպես չի, որ 2 տարի առաջ էլ այդպես եղավ։ Նորից ԱՊՀ երկրներին Պուտինը հրավիրեց, Ալիևը չգնաց, Նիկոլ Փաշինյանը գնաց։ Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանն էլ չգնաց։ Հիմա Ալիևի այդ չայցելությունը Մոսկվան այդքան հարթ կընդունի։ Եթե նույնիսկ հարց չընդունի, Մոսկվան այս պահին ինքը հարաբերությունը Ադրբեջանի հետ փչացնել, նշանակում է զուգահեռաբար Թուրքիայի հետ փչացնել, ինքը չի պատրաստվում, որտեղ Թուրքիան էլ հիմա շատ դեպքերում ասում են թուրքական դիվանագիտությունը շատ հզոր է։ Թուրքական դիվանագիտությունը, եթե մի բանի չի հասկանում, հավանական բոլորի հետ կապված ակտիվ աշխատում է։ Թուրքիան Եվրոպային ասում է հիմա իսկական ժամանակն է, որ դառնամ Եվրամիության անդամ, կամ ձեզ ուժեղացնեմ։ ՆԱՏՕ-ն եթե թույլացավ Ամերիկան Եվրոպայում, ես պատրաստ եմ իմ բանակով որպես տարածաշրջանի թիվ 1 բանակ եւ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ, կամ միանամ ապահովեմ եվրոպական անվտանգությունը։ Բայց նույն պարագայում զուգահեռաբար Ամերիկային ասում է ես քո գործընկերն եմ, Տրամփն ասում է ինքը իմ ընկերն է, 2000 տարվա մեջ Սիրիան չէին կարող գրավել, ինքը գրավեց, այսինքն ողջունում է դա։ Բացի դրանից շատ լուրջ ձևով համագործակցում է։ Ինչա Թուրքիան ժեստեր չի անում Ռուսաստանին, Թուրքիան ժեստեր չի անում Ուկրաինային։ Եթե Ռուսաստանի ժեստեր չի անում, Ռուսաստանը ինչու էր ասում, որ պատրաստ ենք հենց Ստամբուլում հանդիպենք եւ քննարկենք խաղաղության գործընթացը Ուկրաինայի հետ, եւ սիրահոժար Էրդողանը համաձայնվեց հարթակ տրամադրել եւ միջնորդական առաքելությամբ հանդես գալ։ Այսինքն երբ է Ռուսաստանը չի ճանաչում Թուրքիային որպես գործընկեր։ Ու այս ակտիվության պարագայում Թուրքիա-Ադրբեջան պայմանավորվածությունը նույնիսկ իրանք պասերով են խաղում։ Թուրքիան հարաբերությունը վատացնում է Իսրայելի հետ, Ադրբեջանը լավացնում է։ Ադրբեջանը միջնորդ է հանդես գալի Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Ինչու համար, որ փող լրացնեն իրար, որ Թուրքիան որպեսի քննադատի Իսրայելին, թուրքական պետությունների լիդերություն ստանձնի, այդ դաշտը չթողի որևէ մեկին։ Բայց այդ պարագայում Ադրբեջանը ասպարեզից բաց չթողի Իսրայել-Ամերիկա կապը։ Իսկ մենք այսօր մեր արտաքին քաղաքականության հետ կապված մենք տեսնում ենք, որ համարժեք քայլեր արվում է,
Նրանք կոնկրետ գործողություն են անում, որովհետև իրանցից չի կախված թե զարգացումները ոնց կգնա։ Այդ դա է պատճառը, որ Ադրբեջանը չի համաձայնում խաղաղության փաստաթղթի, բայց կրակում է պարբերաբար օդ, Հայաստանում արդարացնում են, ասում դե օդ հակարակում անկանոն, մենք ինչը ֆիքսենք, ոնց։ Դրանից հետո ասում հանկարծ չողոքեվորվեք, որ օդ են կրակում, արդեն նպատակային խփում են բնակավայրի։ Հա մարդ չեն սպանում, բայց դուք պատկերացնում եք այդ մարդու վիճակը, որը ապրում է սահմանամերձ վայրում եւ ուղիղ նշանառությամբ հարվածում են իր տանը եւ պարբերաբար են հարվածում դա, որ հանկարծ չիմանաք դա պատահականություն է եւ անընդհատ ասում են մենք զինվում ենք, որովհետեւ Հայաստանը զինվում է, մենք զինվում ենք, որովհետեւ Հայաստանը բերա դիտորդներ է կանգնացրել, ինքը դրանով լրտեսական գործունեությամբ է զբաղվում։ Այս է հարցը, որ ես այդ լավատեսությունը պետք է հասկանանք կոնկրետ ինչ փաստերով է արտահայտված։ Պարոն Անտոնյան, իդեպ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ըստ էության փոխանակվել են հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկություններով, ինչը կարծես թե վերջին շրջանում, վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը առաջարկում էր, բայց Ադրբեջանը չէր համաձայնվում դրան եւ որևէ փոխանակում չէր իրականացվում։ Փոխանակում իրականացվեց, բայց դրան նորից հաջորդեց ադրբեջանական կրակահերթը։ Սա, այսինքն, այս փաստերի համադրությունը ինչ է նշանակում։ Մեկ համաձայնվում են, հաջորդիվ նորից կրակում են։ Խնդիրը նա է, որ իրանք Եթե պետք է հետաքննեն, ինչու են հաջորդիվ կրակում։ Խնդիրը նա է, որ իրանց ամբողջ նպատակը նա է, որ ցույց տան, որ իրանք խաղաղություն են ուզում, եւ այդ իրանց նույնիսկ կրակոցը պատասխան կրակոց է, մանավանդ ինչ են ասում, ասում դա մենք չենք։ Եթե նույնիսկ կրակել են, մենք ուղիղ նշանառությամբ բնակավայրի վրա չենք կրակում։ Այսինքն դուրս է գալի անվերահսկելի ուժեր կան Ադրբեջանի տարածքում, որոնք կրակում են։ Դե դեպքում հետաքննեք, պարզեք, ձեզ հետաքրքիր չի, որ ինչ որ մեկը պրովոկացիայի է գնում, բայց իրանք դա չեն փորձում պարզեն։ Եվ այս պարագայում Ադրբեջանի միակ ցանկությունը նա է, որ այսինքն հարմար պահի առիթից օգտվեն, որովհետև նորից էլի վերադառնալով ճանապարհի հարցը, եթե հիմնականում Ադրբեջանին դա չէ հետաքրքրում։ Նա մտածում է, եթե Իրանի ճանապարհով ինքը կապվի մայր տարածքը Նախճեվանի հետ, ինքը չի կարող անվերահսկելի բեռներ ուղարկել, որտեղ երբեք Իրանը թույլ չի տա իր տարածքով բեռներ անցնի, որը ինքը զննություն չի անցկացնելու ճիշտ այն ընթացակարգով, որը նախատեսվում է որևէ պետության սուվերեն տարածքով բեռը անցնելը։ Եվ այդ պարագայում նախ ինքը կախվածության մեջ է մնում Իրանից։ Միշտ Իրանն է որոշելու այդ կապը։ Եվ երկրորդ, եթե ինքը Հայաստանով է անցնում, ինքը հույս ունի, որ այդ տարածքը կկարողանա ի վերջո Իրան վերցնի։ Նա ֆիզիկապես տարածքը վերցնելու համար է մտածում, ոչ թե, որովհետև ոնց եք պատկերացնում։ Ինքը ոչ թե պատրաստում է մայր տարածքից բեռը տանի հասցնի Նախճեվան, ինքը պատրաստում է Չինաստանից բեռը տանի Եվրոպա, որը պետք է անցնի Մեղրիով։ Այսինքն դուք մտածում եք, որ ինքը կհամաձայնվի Հայաստանի տարածքով բեռը տանի։ Նույնիսկ ենթադրենք պայմանավորվել է Նիկոլ Փաշինյանի հետ, Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է անխոչնդոտ։ Վաղ իրանք միլիարդավոր դոլարների բեռներ պայմանավորում են ժամանակացույցով, պայմանագրերով Չինաստանից ստանում են Եվրոպա, մեկ էլ Հայաստանում գալիս է մեկ իշխանություն ուրիշ, որը ընդհանրապես այդ պայմանագիրը չեղյալ է հայտարարում, որտեղ ասում են դա մեր շահերից չի բխում։ Ինչու ենք Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարում։ Մեր մոտ շատ դեպքերում ասում են, ինչի մեր ինքնիշխանությունից դուրս է այդ տարածքը։ Ոչ, մեր ինքնիշխանությունից դուրս չի, բայց մեր վերահսկողությունից է դուրս։ Ադրբեջանն ասում է նույնիսկ սկաներով ստուգել ես համաձայն չեմ, բայց դա ինչ է նշանակում։ Ֆիզիկապես ուզում եմ տարածք։ Խաղաղության դեպքում մերոնք ասում են, որ այո, եթե խաղաղ լինենք, իրար հետ հանգիստ կապրենք, առևտուր կանենք։ Ադրբեջանն ինչ է ասում, նախապայման է դնում։ 300,000 մարդ է դուրս եկել Հայաստանից, ադրբեջանցի պետք է վերադառնա։ Մենք ասում ենք դա անլուրջ է, դա տրամաբանական չի։ Այսինքն, եթե անգամ այսպես պատկերացնենք, Հայաստանը փոփոխություն կատարեց համանդրությունում, լուծարեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, դարձյալ չի ստորագրվելու, որովհետև ճանապարհի հարցը օդում կախված է մնալու։ Եվ ճանապարհի իրանց հիմնական դա է հետաքրքրում։ Այսինքն, երբ որ Հայաստանը պետք է մտածի, թե ինչ անեմ, որպեսի Թուրքիայի համար ավելի լավ բարեկամ լինեմ, քան Ադրբեջանը, կամ Ադրբեջանի համար ավելի լավ բարեկամ, քան Թուրքիան, կարող է մեր իշխանությունները նման հավաստիացումներ տան, բայց Հայաստան պետությունը նման
տեսակետին համաձայն է, մեր հասարակությունը ընդունում է, որ մենք պետք է Թուրքիայի համար այնքան լավ հարևան լինենք, որ ինքը չցանկանա մեզ ոչնչացնի եւ միանա Ադրբեջանին, այդպիսի պրիմիտիվ, այսինքն նրանք այդ ցանկությունը ունեն միանալու։ Իսկ այդ ցանկության զսպելը միայն նա չի, որ մենք իրանց խաղաղության ժեստեր անենք։ Ցանկության զսպելը այն հակակշիռներն է, որ եթե մենք տարածաշրջանում անվտանգ մեզ զգանք, մենք ստիպված չենք լինի ուժեղ խաղացողների դիմենք։ Մենք ուժեղ խաղացողների դիմելը լավ օրից չի գալիս։ Պետք չի մեզ ամոթ հանք տալու ասել, ինչու պետք է օտարները գան մտնեն քո տարածք։ Եթե քո հարևանը քեզանից ֆիզիկապես ուժեղ է, եւ դու ստիպված ես մտածել քո անվտանգության համար, դա ինչ ամոթանքի բան է։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք ռեգիոնալ քաղաքականության մասին, իսկ այդ ռեգիոնում վարվող քաղաքականությունը այդ պետությունների, մենք համահունչ քաղաքականություն Թուրքիայի, Ադրբեջանի, անգամ Իրանի, որի հետ մենք որևէ խնդիր չունենք, մենք նրանց հետ համահունչ քաղաքականություն ունենք ռեգիոնում, որովհետեւ մենք համարենք, որ բոլորը Բեդ ցանկություն ունեն, որ մենք բոլորով զարգանանք։ Իսկ կոնկրետ ո՞րն է, ինչպես եք տեսնում այդ դեպքում այդ ինքնիշխանության լեգիտիմության ապահովումը, այդ ձեր նշած այդ մեխանիզմներով շրջապատված ենք։ Ադրբեջանի վերջնանպատակը դա է։ Դուք ասում եք, որ այլ ուժերի տեղակայում։ Մի բառն էլ ուղղակի ասեմ, որ պատկերացնենք, համարենք ռեգիոնալ քաղաքականություն ենք վարում։ Պակիստանը Հնդկաստանի հետ ունեն կոնֆլիկտ։ Անմիջապես Թուրքիան, Ադրբեջանը դատապարտեցին Հնդկաստանը, որովհետև իրենց դաշնակիցը Պակիստանն է։ Պակիստանն է մեզ համար պետությունը, որը մեր անկախությունը չի ճանաչում։ 44 օրյա պատերազմին օգնել է Ադրբեջանին։ Մենք էլ մեր շահերը բռնում ենք Հնդկաստանի հետ։ Դե դեպքում ո՞նց ենք ռեգիոնալ քաղաքականությունը։ Համարենք այդ պատերազմը չշարունակվեց, բայց գաղափարը, որ մենք նույն գծի վրա չենք, մեզ ամեն քայլափոխի խանգարելու է, չէ՞ որ մեր արտաքին քաղաքական շահերը տարբեր են։ Հենց այս կարգի հարցերն են նաև խոսում նրա մասին, որ քո անվտանգության հետ կա։ Մենք երբ որ խոսում ենք, որ ասում ենք մենք ցանկություն ունենք, ենթադրենք Հայաստանի ապագան լինի Եվրամիության կազմում։ Շատերն ասում են՝ ուր եք գնում, ձեզ դողով է սպասում, բայց ով է ասում, որ գնում ենք։ Մենք ասում ենք, ուզում ենք Եվրոպան գա հասնի ստեղ, ոչ թե մենք ինչ որ մի տեղ գնանք։ Եվրոպան պետք է ընդլայնվի գա հասնի ստեղ եւ իր այս աշխարհագրական դիրքը չափազանց կկարևորվի նաեւ Եվրոպայի համար, որ գա հասնի Իրանին, Թուրքիան Նախճեվանով Ադրբեջանի հետ կապվի Եվրամիության երկրի տարածքով, Իրանը հարաբերվի Եվրամիության հետ Հայաստանի տարածքով, այդպես է ռազմավարական տարածքի հետ կապված գործընկերությունը ու երբ որ ասում են, որ Եվրամիությունը ու անվտանգային համակարգությունը, այդ ինչ եք ասում։ Անվտանգային համակարգությունը, բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ իրանք զբաղված են լրջորեն անվտանգային համակարգ ստեղծելու Եվրոպայի համար։ Ու եթե ասում են, եթե ՆԱՏՕ-ն այդ խնդիրը միջև հիմա լուծել է, վաղը ՆԱՏՕ-ն ավելի արդյունավետ չլուծի, մենք այլ ձևաչափերով կստեղծենք այդ անվտանգությունը։ Հեչ պարտադիր չի, որ դա լինի Եվրամիության անդամ երկրների կազմում, ինչը Կանադան, որը որ կանգնած է Եվրոպայի հետ համահունչ եվրոպական անվտանգության կողքը Եվրամիության անդամ է, թե Ավստրալիան, որը Անզյոսի անդամ է, Ավստրալիան, Նոր Զելանդիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ ռազմական բլոկով Ամերիկան Ավստրալիայի անվտանգությունն է ապահովում։ Բայց նույն Ավստրալիան ասում է, եթե Ամերիկան հետ քաշվի, ես կօգնեմ Ուկրաինային։ Այսինքն մենք տեսնում ենք Մեծ Բրիտանիա Եվրամիության անդամ է, այսինքն սա նոր ֆորմատ է, որը կարծրացած չի։ Եթե դու հետները ճիշտ բանակցես անվտանգային խնդիրների հետ, քեզ չեն ասելու տարիներ ապետ մինչև դու անդամակցես։ Եթե ՆԱՏՕ-ին տարիներ ապետ, Եվրամիությանը տարիներ ապետ, ապա այդ նոր ձևավորվող ձևաչափերին վայրկյաններ ու րոպեներ ապետ հայտ ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Հեռանկարում քաղաքագետ Էդվարդ Անտինյանն էր։